Խաղաղություն ցեզի սիրելի քրիստոնյա հավատագիտներ, Աստված ցեզի շատ օրհնե այսօրվա ընթացքում։ Գիտեք ինչի մասին ուզում եմ խոսել նրա մասին, որ վերստին ծնված քրիստոնյան հնարավոր է որ իր փրկությունը գործընծնի։ Վերստին ծնված հավատացյալը քրիստոնյան կարող է իր փրկությունը գործընծնել։ Իհարկե, ճշմարիտ վերստին ծնված քրիստոնյան շատ դժվար է, որ ինքը անհավատության մեջ ընկնի եւ մերժե Քրիստոսին եւ փրկությունը գործընե։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, զգուշացնում է, որ կարելի է այդ տեսակի բան տեղի ունենա։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ Հովաննու 3-րդ գլուխ առաջի համարից եթե ընթերցեք, Նիկոդեմոսը, որ հրյա ուսուցիչ էր, Հիսուսին հանդիպեցավ քաղտնապար երեկոյան եւ իրեն հարցեր տվեց։ Եվ ուզեց իմանալ, թե ով է Քրիստոսը։ Հիսուս իրեն պատասխանեց 3-րդ գլուխ 3-րդ համարի մեջ, ասավ. «Շմարիտ կսեմ, եթե մարդ վերստին չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը տեսնել»։ Հետո շարունակեց 5-րդ համարի մեջ, ասեց. «Եթե մարդ ջուրեն եւ հոգիեն չծնանի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել»։ Հետևաբար, փրկվելու համար, սիրելիներ, Աստծո թագավորությունը մտնելու համար մարդուն պետք է որ վերստին ծնանի։ Եվ վերստին ծնանելը, սիրելիներ, Աստծո խոսքից է լինում։ Վերևից խոսքից, որ Տիրոջ մեջ եկած է, այդ խոսքն է, որ մարդու թափանցում է սրտին մեջը, խոսքը իրեն նախ հանդիմանում է, ցույց է տալիս, որ ինքը մեղավոր է եւ փրկիչի կարիք ունի, եւ ինքը հասկանում է, որ անհավատության մեջ է ապրել, կոտրվում է, չարթվում է, ջարդուփուշուր է լինում, սիրելիներ, եւ ինքը իր ներսիտին հոգին, որ մեղքի պատճառով մահվան վիճակի մեջ էր։ Մահը վիճակ է, սիրելիներ, բացատրել եմ այսքե առաջ, ինչպես կյանքը վիճակ է, դրախտը վիճակ է, դժոխքը վիճակ է, մահը նույնպես վիճակ է։ Մահը գոյություն չունենալ չէ, մահը վիճակ է, սիրելիներ։ Մահվան վիճակի մեջ, որպեսզի ավելի հեշտ լինի հասկանալը, մարդու հոգին իր ներսիտին ինչպես կոմայի մեջ է, գիտեք, չէ՞, մարդը որ կոմայի մեջ մտնա, գիտակցություն չունենար։ Այդ կոմայից դուրս պիտի գա։ Հենց որ Աստծո խոսքը ներթափանցում է սրտի մեջ, մարդը ընդունում է, զղջում է, կոտրվում է, իր ներսիտին հեղաշրջում է տեղի ունենում։ Իր ներսիտին, սիրելիներ, այդ հոգին վերակենդանանում է եւ այդ վերակենդանացողը, սիրելիներ, Աստծո խոսքի պատճառով է լինում, Սուրբ Հոգին է դա անում, սիրելիներ, մարդու հոգին վերակենդանանում է եւ ինքը ճշմարտությունը շոշափում է, ինքը իսկապես շոշափում է, որ Աստված իսկապես կա եւ Աստված բարի է եւ սեր է եւ իր ներսիտին բացվում է, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, իր մեղքերին համար է խաչվել, որովհետեւ ինքը փրկություն ունենա, հավիտենական կյանք ունենա։ Հետևաբար այս ներսիտի հեղաշրջումը դա վերստին ծնունդն է, այսինքն մարդու հոգին իր ներսիտին մահվան վիճակից կյանքի վիճակի է գալիս եւ ամեն ինչ բարձ է լինում իրեն համար, սիրելիներ։ Եթե սա չի կատարվի մարդու ներսիտին, մարդու հոգին չի ճանաչի Քրիստոսին, դա ուղեղով չէ որ պիտի ճանաչի, մարդ սրտով հոգով պիտի ճանաչի եւ պիտի շոշափե Աստծուն, սիրելիներ, բայց 5 ըսկայարաններով չէ դա իհարկե։ Հետևաբար մարդը փրկվելու համար վերստին ծնանելու կարիք ունի, սիրելիներ։ Երբ որ ասում ենք մարդ փրկված է, նշանակում է որ ինքը վերստին ծնունդ ունեցած է, սիրելիներ։
այս փորձառությունը իր աներսիտին կատարված է, սիրելիներ։ Սա բացատրեցի, որովհետեւ հասկանանք այս վիճակի մեջ գտնվող մարդը փրկված, վերստին ծնված կարող է ովևէ մեկ դեպքում իր փրկությունը գործնել։ Սիրելիներ, ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում ոչ բոլոր քրիստոնյա վարդապետությունները իրենք կարող են համաձայնել, որ կարող է վերստին ծնված փրկված մարդը իր փրկությունը գործնել։ Օրինակ ցես դամ շատ բապտիստները մկրտչական եկեղեցիներու ոչ բոլորը ահագի մեծ մաս սիրելիներ հավատում են, որ մի անգամ փրկված հավիտյան փրկված է, անկարելի է, որ իր փրկությունը գործնե։ Դա իհարկե որտեղից է փխում է Ջոն Քալվինից։ Քալվինիզմը լսած կլինեք, սիրելիներ, Քալվինիզմը ռեֆորմացիայի ժամանակաշրջանում Ջոն Քալվինը ինքը ուղղակի ֆրանսացի աստվածապան էր եւ ահագի միտքեր ունի, որ շնորհքը անդիմադրելի է, Աստված նախասահմանում է որոշ մարդկանց փրկությունը, իսկ մյուսներին ոչ, եւ սրա մասին ես խոսել եմ Աստծո նախասահմանության մասին, եւ ան որ Աստված կանչում է եւ դա փրկվում է, հաստատ իր փրկության մեջ կհարադեվե եւ երբեք իր փրկությունը չի գործնել։ Սա քալվինիզմի վարդապետությունն է, նույնպես ահագին բապտիստներ այդպես հավատում են եւ որոշ ոչ բապտիստներ, թեև ուղղափառ եկեղեցին աշխարհում արևելյան ուղղափառը մանավանդ, գաթողիկ եկեղեցին, հոգեքալստյան եկեղեցիները եւ ահագին ավետարանչական եկեղեցիներ իրենք այդ ցևով չեն հասկանում Աստվածաշունչը, որովհետեւ մի քանի համար չենք կարա մենք համատեքստից կտրելով դրանք մենք բացատրենք եւ հասկանանք ինչպես ուզում ենք։ Սա իհարկե բոլոր նրանց աստվածապանական դպրոցների, որոնք հավատում են, որ մարդը թեև շատ հազվադեպ, բայց կարող է վերստին ծնված իսկապես փրկված մարդը իր փրկությունը գործնե, ինչից ելներով այն խոսքերից, համարներից, որ Աստվածաշունչը մեզ ասում է, եւ դրա մասին ես անցյալ անգամ խոսեցա Եբրայեցիներով 6-րդ գլուխ 4-5-րդ համարները սերտողություն անելով սիրելիներ ձեր հետը։ Եվ դրանից հետո իհարկե դրանք որ քալվինիզմյան վարդապետության հետևորդներ են կամ բապտիստական կամ այդ վարդապետության հավատացողներ են, շատեր ասենք թե կան կքննադատեն, չեն համաձայնի, դա նորմալ է, բայց աշխարհի քրիստոնյա վարդապետություններու քերակույն մեծամասնությունը համաձայն է, որ մարդը կարող է իր փրկությունը գործնել, թեև պայման չէ, որ մեծ մասը կամ շատ եղողները ճիշտը լինեն, դա էր ուզում եմ ասել, այդ մտքով չէ, որ ասում եմ, որ շատերը այդպես հավատում են, դրա համար դա ճիշտն է, բայց իզորը դեղար չէ, որ ասենք ամենահին եկեղեցու վարդապետությունները այդպես հավատացել են սիրելիներ։ Հիմա դրանք, որ իրենք մերժում են, որ հավատացյալը վերստին ծնված ովևէ մեկ դեպքում չի կարող իր փրկությունը գործընծնել, թեև դեպք բառը ճիշտ չէ, որովհետև դա դեպքի խնդիր չէ, դա ժամանակի խնդիր է, այսինքն գենցաղական է, ժամանակ կտևե, որ մարդը կամաց սիրտը խստացնելով հերանա, մեղքերին նայի մատերի առանքով եւ չլրջանա իր հավատքի, այսինքն իր առաջին սիրո չի վերադառնա, ինչպես որ հայտնության գրքի մեջ տեսնում ենք, որ Հիսուս խոսում է 7 եկեղեցիներուն հետ,
Եվ 5 եկեղեցիներուն հանդիմանում է, գսե որ միտեղ ասում է որ թողեցիր քո առաջին սերը, հիշե որ տեղից դու ընկար եւ նորից ապաշխարե։ Այս տեսակի խոսքեր արգան Աստվածաշունչի մեջ իհարկե։ Բայց իհարկե կալվինիզմները կամ այդ վարդապետություն ընդունողները միշտ կարող են բացատրել, ասել որ այդ մարդը, որ ինքը Հիսուսից հեռացավ եւ մերժեց Հիսուսին, դա երբեք իսկապես վերստին ծնված չէ կամ չեր փրկված եւ դարբեր համարներ կարող են բերել, այդ համարներից ես կարող եմ ասել ակին համարները, որ այդ բերում են, որպեսզի իրենք պաշտպանեն իրենց տեսակետը, իհարկե մենք ընդունում ենք եւ այդ համարները տեսնում ենք, որ Աստված է դրա մեջ հավատարիմը եւ ես 100% ընդունում եմ նույնպես դրանք որ հավատում են որ կարելի է որ մարդ փրկությունը որ դրանք հավատում են որ Աստված միշտ հավատարիմ է Աստծո կողմը ընդհանրապես Աստված բաց չթողելու քեզի դու ես որ քո ազատ կամքով կամաց հերանալով սիրտդ խստացնելով մեղքերուն մադերի արանքով նայելով չի զղջալով, չապաշխարելով մեղքերից, սիրտդ կարծրանա եւ վերջարչան ահավոր վիճակի մեջ մատնվես։ Եվ դա շատ հազվադեպ է, ես հավատում եմ նրանց համար, որ իսկապես ճաշակել են եւ ապաշխարել են։ Եվ դրա մասին Եբրայեցիներով 6-րդ գլուխը 4-5-րդ համարը խոսում էր, անցյալ անգամ ես մանրամասն խոսեցա, բայց նորից եմ ընթերցելու այդ համարները։ Սիրելիներ, ուզում եմ նորից ընթերցել Եբրայեցիներու 6-րդ գլուխը։ Եվ այստեղ պիտի տեսնենք, որ անհնար է Բողոսի զգուշացումը լինի այնպես քրիստոնյաներում վրայով, որոնք իրենք իսկապես չեն ապաշխարած, չեն փրկված, այսինքն վերստին չեն ծնված, անհնարին է։ Ինչի համար? Որտեղ գսե որ վասնզի անհնար է, բա անհնար բառը օգտագործում է, որովհետև ինչքան հազվադեպ պետք է պատահի այդ տեսակի բան, որ ինքը Պողոսը ասե անհնար է։ Անհնար է գսե մեկ անգամ լուսավորվածներուն լուսավորված խոսեցանք, որ կնշանակե, որ ավետարանը լսած, ավետարանը իրեն բացված, երբ որ այսինքն Աստծո խոսքը իր սրտի մեջ մտած կբաց, լուսավորված սիրտը արդեն մեգա վերստին կծնվի այդ մարդը, որտեվ իր ներսիտին հոգին պիտի խավարից մահվան վիճակից դուրս գա, որովհետեւ լուսավորվի, չէ՞ թե չի կարող լուսավորվի, ասում է լուսավորված Ինչպես կարելի է մարդը լուսավորվի առանց վերստին ծնունդ ունենալու։ Եվ շարունակում է երկնային բարգևին համարին, այսինքն շնորհքով փրկվելուն, Աստծո շնորհքին համարին։ Իսկ Հիսուս ասում էր, որ եթե վերստին չի ծնվես, չես կարող Աստծո թագավորությունը տեսնել։ Նախքան մտնելու մասին էր խոսում, որտեղ Նիկոդեմոսին բացատրում էր, որ եթե դու վերստին ծնունդ չունենաս, չլուսավորվես չես կարող հասկանալ քո հետ ինչ եմ խոսում դու չես կարող շոշափել երկնայինը չես կարող շոշափել Աստծո թագավորությունը ասել չես կարող տեսնել եւ շարունակում եմ Սուրբ Հոգին երկնավոր բարգևին համարին Սուրբ Հոգին հաղորդագից եղան հասկանում եք եւ գսե որ Աստծո բարի խոսքին ու գալու աշխարհին զորություններուն համարին այսինքն զորություններուն համարին այսինքն այդ զորությունները ճաշակեցին իսկ իհարկե որ կալվինիստները կարող են բերել Մատթեոսի 7-րդ գլուխը որ գսե ամեն մարդ չէ որ դեր գսե երկինքի թագավորությունը պիտի մտնե գսե որովհետև շատեր պիտի կան այն օրը պիտի ասեն որ դեր քո անունով մենք դևեր հանեցինք, հրաշքներ գործեցինք եւ այլն մարգարեություն արինք, բայց Հիսուս գսե որ բնավ ես ցես չէի ճանաչի, որովհետև դուք անօրենություն կգործեիք, ես ցես բնավ չէի ճանաչում ասում է։ Դա սա չի արդարացնում, որ այստեղ սիրելիներ որ սա
բերստին ծնած մարդու մասին չի խոսում, չի արդարացնում, որովհետև նույնպես կարելի է, եթե իսկապես այդ երկնային բարգևները կործում էր այդ մարդկանց ներսիտին, որ իրենք իսկապես մարգարեություն անում էին, եւ այդ մարգարեությունը եթե ճշմարիտ էր, եթե իսկապես դևեր էին հանում եւ այդ ճշմարիտ էր, եթե իսկապես հրաշքներ էին կործում եւ դա ճշմարիտ էր, չի կարելի Աստծո Սուրբ Հոգու բարգևը կործի, եթե Սուրբ Հոգու մարդու ներսիտին չի բնակվում։ Հետևաբար դրանք վերստին ծնվածներ եթե չի լինեին, չէին կարող այդ բարգևներ իրենց ներսիտին կործել սիրելիներ։ Եվ դա եւս առավել դա փաստ է, որ դրանք սրտերնին կարծրացնելով իրենք հեռանում էին իրենց մեղքերուն մալտերի արանքով էին նայում եւ վերջավորչան իրենք անլուրջ վերապերվելու պատճառով ինչպես 10 գույսերը արագի մեջ 5 անմիտ գույսերու նման դուրս մնացին սիրելիներ։ Հետևաբար լուսավորված երկնային բարգևին համարած Սուրբ Հոգուն հաղորդագից եղած երկնային զորություններուն համարած եւ Աստծո խոսքին զորության համարած սա սիրելիներ ինչքան մերժեն կալվինիստները այդ վարդապետության հետևողները կամ որոշ բապտիստներու մեծամասնությունը մեգա սա ամփոփոխելիորեն վերստին ծնված բարգավացի մասին է խոսում բացի վերստին ծնված բարգավացը չի կարող այս Բողոսի ասացները կիրառվեն իր կյանքի մեջը բայց ոնց կարելի է ուրիշ համարներ ցույց այդտեղ խոսում է որ այդպես տպավորվում ենք որ այս վիճակին չի կարող մատնվել մարդը դե Պողոսը չի ասում որ այսպես շատերն են լինելու ասում է որ սկշացնում է չլինի այն վիճակին հասնես թեև դա չափից դուրս հազվադեպ է բայց սկշացում է հետևաբար կարող է լինի դրա համար ինքը սկշացնում է երկրորդ սկշացումը սրա նույնպես հայտնություն Հովաննու 3-րդ գլուխ 5-րդ համարն է սիրելիներ որ ասում է Հիսուսն է ասում սա երբ որ Հովանեսին երևցավ տեսիլքով Գսե 3-րդ գլխու 5-րդ համարը անոր հաղթե եկեղեցուն է ես արդիկե եկեղեցու հետ էր խոսում գսե անոր հաղթե ջերմակներ պիտի հագնի բայց եկեղեցու հետ է խոսում սիրելիներ ոչ թե աշխարհիկ մարդկանց հետ է խոսում իսկ Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի հարսն է դրանք փրկվածներն են վերստին ծնվածներն են ջերմակներ պիտի հագնի ու ես անոր անունը գենած կրկեմ պիտի չավրեմ Ինչու համար ընդհանրապես պիտի այս խոսքը Հիսուս նշե եթե այդ տեսակի բան չկարելի կատարվի Հիսուս ընդհանրապես կարիք չեր ունենալու ասելու անոր անունը գենած կրկեմ պիտի չավրեմ եթե գենած կրկեն անունը չի կարող ավրվել Դե հիմա բապտիստները եւ բաները ասենք որ ես հարկում եմ իրենց սիրում եմ խնդիրը հանչ դա չէ բարձրապես բարձրապանություն եւ սերտողություն է դա ասեմ որ չէ ասում է որ չպիտի ավրեմ հա բայց ինչու համար ասում է որ պիտի չավրեմ եթե չի ավրվի եթե գրված է եւ երբեք չի ավրվելու ինչու համար Հիսուս պիտի ասե անոր անունը գերկած սրքեմ պիտի չավրեմ շատ բարձ երեխայական դրամապանություն է, բացի եթե համարորեն ուզենանք մերժել այս ճշմարտությունը, ուրեմն կավրվի, որովհետև երկրորդ համարի մեջ օրինակ ասում է արթուն գեցիր եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, վասնզի քո գործերդ Աստծո առջև կատարյալ չկդա։ Հիմա միտքդ բեր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր ու բաղե եւ ապաշխարե Բայց եթե արթնալու չլաս, գողի պես քու վրատ պիտի կամ ու բնա պիտի չգտնաս, որ ժամուն քու վրատ պիտի կամ, այս որ մեկն է։ Այս ոնց կարելի է, որ մարդը իր անունը չի կարելի ավրվել, չնչվել գենած կրկից, Հիսուս այս տեսակի խոսք է ասում։
Ինչպես կարելի է սեսագի խոսքի ասում, գողի պես պիտի կամ։ Կարող է որ փրկվածի վերստին ծնվածի վրա գողի պես պիտի կամ։ Քրիստոսի միայն մերժաներուն վրա է որ գողի նման գուկա։ Բայց չի ասում անպայման պիտի կամ եթե չապաշխարես։ Եթե ապաշխարես, բայց եթե չապաշխարես ասում է։ Երբ որ ասում է եթե չապաշխարես, այդ դիսի բան պիտի կատարվի։ Քո վրա գողի նման պիտի կամ։ Չի մացած ժամանակիդ ապաշխարե, որովհետեւ քեզի ջերմակներ հագցնեմ, այսինքն հաղթե աշխարհին, հաղթե քո եսիդ, որովհետեւ քո անունը գենաց քրքեն չավրեմ, սա շատ բարձ նշանակում է, որ կավրվի, գջնչվի անունը գենաց քրքեն, ուրեմն, բայց շատ հազվադեպ, լավ համաձայն եմ, որ շատ հազվադեպ կարա լինի, եթե մեկը լուրջորեն հավատքի մեջ է։ Այս զգուշացումները երկու սիրելիներ չենք կարա բաց թողել եւ մենք ամեն ինչ անենք ուրիշ համարներով մենք հագաստենք այս ճշմարտությունները արդյոք Աստծո խոսքը իրար հագասում է քավ լիցի սիրելիներ որովհետեւ մնացյալ համարները որը ասենք թե որ ասենք կալվինիզմները բերում են կալվինիստական վարդապետությանը բերողները սրանք են Հովաննու 10-րդ գլուխ 27-29-րդ համարը գսե ոչ ոք նրանց իմ ցերքից չի հապշտակի այսինքն Հիսուս մշտապես կպահպանե իր ոչխարները իհարկե Քրիստոս հավատարիմ է Քրիստոս երբեք բաց չթողելու քեզի բացի եթե դու հեռանաս իրանից եւ ասեցի չի կարելի մարդը որ ճաշակել է լուսավորվել է դենց հեռանա բայց հնարավոր է հեռանա դրա համար Պողոսը ասում է դրա համար Հիսուսը այդ նոչան քրքի մեջ ասում է ուրեմն կարելի է եւ ես անցյալ անգամվա կարոզից մեջ զսկուշացրի եւ բացատրեցի ինչպես կարելի է այդ բանը կատարվի երբ որ մարդը այլևս գարցրացնում է սիրտը այսինքն մեղք դիմացին վիրավորում է չի գնում ներողություն չի խնդրում ինքը մեղքերը դառնում են սովորական իր կյանքի մեջ եւ այլևս չի զղջում եւ լուրջորեն չի վերապերում մատերի արանքով է նայում դրանց եւ կամաց սիրտը գարցրանում է Սուրբ Հոգին մարում է Սուրբ Հոգին մի մարեք կսե Պողոսը Սուրբ Հոգին իր ներսիթի մարում է այլևս զսկուշացումը չի կարողանում զանազանել Սուրբ Հոգիի հանդիմանությունը եւ կարելի է ժամանակի ընթացքին ամիսներու տարիներու ընթացքին սիրտը կարծրանալով ինքը հեռանա եւ միտեղ այլևս ինքը ամբողջովին հավատքը ուրանա իր մերժե չհավատա իրեն առասպելի նման դառնա այդպես եղել է աշխարհում իհարկե եղել է եւ մի անգամ չի եղել տարբեր ժամանակներ եղեն սիրելիներ հետեւաբար այստեղ որ այս համարը բերվում է դա Քրիստոսի հավատարմության մասին է իսկ մեր հավատարմությունը այսինքն հավատքի հարադեվությունը նույնպես Պողոս Արաքյալը դրա մասին խոսում է հավատքի հարադեվություն սիրելիներ մինչև կատարյալ փրկություն գսե հավատքի հարադեվություն Կամ Հովաննու 6-րդ գլուխ 37-40-րդ համարներում մեջ, որ գսե, որ Հիսուս ասում է, որ իրեն դրվածներում ոչ մեկը չի գործնի Հիսուսը, եւ վերջին օրը հարություն կտա նրանց։ Հիսուսը չի գործնի։ Իսկ դու միշտ էլ ազատ կամ կունես։ Հիսուսն է, որ հավատարիմ է, եւ ինքը իր հավատարմությունը չորանար։ Ուրեմն Գամ հռոմեացիները 8-րդ գլուխ 35-ից 39-րդ համարներ շատ համարներ կա մի քանի համարներ են բերում ոչինչ չի կարող հավատացյալին բաժանել Աստծո սիրույց ու Քրիստոս որ Քրիստոսով է իհարկե Աստված հավատարիմ է ոչ մի բան Աստծո սիրույց չի բաժանի ինձի կամ քեզի որտեղ Աստված է որ սիրում է ինձի իսկ ես իմ անձս կարող եմ հերացնել մերժել փակել Աստծո սերը բայց Աստծո սերը իմ հանդեպ ոչ մեկը չի կարող բաժանել դրանից բացի ինչպես որ ասեցի ինչպես կարող ենք մենք հեռանալ եւ այդ վիճակին մատնվել
Կամ Փիլիպպեցիներու առաջին գլուխ 6-րդ համար, նա որ ծեր մեջ բարի գործը սկսեց կհասցնի այն մինչև ավարտ, նորից սա Աստծո կողմն է։ Իհարկե ինքը կհասցնե մինչև ավարտ։ Ամեն ինչ կանե։ Սուրբ Հոգին անդադար կնախազգուշացնե եւ հոգում մեջ, եւ երազով, եւ եղբայրներու քիրերու միջոցով։ Ամեն ինչ կանե Հիսուս, որ դու իրանից չերանաս։ Ամեն ինչ կանե։ Բայց նորից գալիս ենք Եբրայեցիներու 6-րդ գլուխ կամ Հայտնության 5-րդ գլուխ, հնարավոր է հազվադեպ, որ դու հեռանաս։ Ամենաուժեղ համարը, որ ես համարում եմ, ոնց որ հակասող համարի տեսք ունի դա, ոնց որ հակասող համարի, ես ընդունում եմ դա շատ ուժեղ համար է, դա էլ Հովանեսի 3-րդ գլուխ, առաջին Հովաննու 3-րդ գլուխ 9-րդ համար։ Աստծո ծնվածը ասում է, բացեմ կարդամ սիրելիներ, առաջին Հովաննու 3-ի 9-րդ համարը։ Ամեն ով որ Աստծմե ծնած է, մեղք չի գործեր։ Վասնզի անոր սերմը իր մեջ կմնա, Աստծո սերմը իր մեջ կմնա։ Աստվածային կյանքն է այդ սերմը, սիրելիներ։ Աստվածային կյանքը Աստծո սերմն է, կամ նույնպես Աստծո խոսքն է, որ Աստվածային կյանքը գնդկրգե։ Վասնզի անոր սերմը իր մեջ կմնա ու չի կրնար մեղք գործել, քանզի Աստծմե ծնած է, սիրելիներ։ Սա շատ ուժեղ համար է, որ իհարկե կարող ենք ասել, որ եթե այս համարը այսպես է, իսկապես Աստծմե ծնածը մեղք չի գործել, ոչ არ կարող է մեղք գործել, որտեվ Աստծո սերմը իր մեջ կմնա, Աստվածային կյանքը իր մեջ կմնա։ Իհարկե, սիրելիներ, սա կարող է Պողոսին հակասում է, որտեղ Պողոսի խոսքերը Եբրայեցիներու 6-րդ գլխի մեջը, 4-րդ 5-րդ համարները եւ Հայտնության գրքի 5-րդ գլուխը 3-րդ գլխի 5-րդ համարը, որ ասում է ծեր անունը չեմ ավրելու, բայց սրանից առաջ զգուշացում է, եթե չապաշխարեք, չվերադառնաք ծեր առաջվա վիճակին, սկզբնական վիճակին, ծեր վրա գողի նման կգամ, արդյոք Հովաննեսին հակասում է դա, սիրելիներ։ Այստեղ Հովանեսը ասում է, որ վերստին ծնված մարդը չի շարունակում ապրել ապստամբության մեջ, որ դրանից առաջ ապստամբության մեջ էր ապրում, կամ անհավատության մեջ չի շարունակում ապրել, որտեղ Աստծո կյանքը գործում է իր նրա մեջ, չի կարող ապստամբության կյանքով անհավատության մեջ շարունակել ապրել, որտեղ Աստծո կյանքը գործում է նրա մեջ, ինչքան ժամանակ, որի ես տեղ եմ տալիս, Աստծո սերմը Աստվածային կյանքը իմ ներսից գործ է։ Իսկ Պողոսը ասում էր Եբրայեցիներու 6-րդ գլխին 4-րդ համարի մեջ, չի ասում, որ սա ճշմարիտ չէ, սա ճշմարիտ է։ Դրա համար ասում է, որ որովհետև այսպես է, եթե ընկնի ինա մարդը, այլես չի կարող ապաշխարել։ Եթե վերստին ծնված չէր, եւ բարձրապես եկեղեցի հաճախող մարդ էր, գալիս կնում էր, ինքը ասել էր, որ հա ես հավատում եմ, հետո հավատքից հեռանա, հետո մի օր նորից Սուրբ Հոգին իրեն կգտնե, նորից կմոտենա։ Անհնար չէ դրա համար, միայն անհնար է, որպեսի նորից ապաշխարե, եթե վերստին ծնված փրկված էր, Պողոսը դա է ասում, ոչ թե ինչպես կալվինիստները ասում են, որ դա իսկապես վերստին ծնված չէր, չի կարելի, որտեղ իսկապես վերստին ծնված չէր, մեկը իր հավատքը թյուրափեք վիճակի մեջ էր, այդ ինչ հավատք էր, գնա աշխարհը երթալ, հետո կասկածել, որ Հիսուս փրկիչն է, Աստծո որդին է, հետո կյանքում դժվարություններ անցնի, մեծ դարաբաններ անցնի, Սուրբ Հոգին իրեն գտնի եւ իսկապես Հիսուսի հանդիպի եւ ապաշխարե։ Հնարին է, բայց իսկապես վերստին ծնվածը
Եթե նորից այդ վիճակի մեջ անհնարին է։ Հետևաբար Բողոսը խոսում է վերստին ծնվածի մասին, սիրելիներ, ըստ դույք 100%-ով, չի կարող ուրիշ ձև լինի, եւ դա չի հագասում առաջին Հովաննո 3 գլուխ 9 համարին, որ գսե որ Աստծո կյանքը, որտեղ Աստվածային կյանքը իր ներսիթին պետք է աճի, սերմը իր ներսիթին է։ Աստծո սերմը իր ներսիթին է մնում։ Ինքը անհավատության կյանքով չի կարող շարունակել, ապստամբությամբ կյանքով չի կարող շարունակել, որտեղ Աստվածային կյանքը իր ներսիթին եկավ։ Մինչև այնադեմ, որ ինքը չի հեռանում, սիրտը չի կարծրացնում, մեղքերին գամած տեղի տալով սկսի իր ըսկացողականությունը մեղքի հանդեպ պակասի, սովորական դառնա, չզղջա եւ մի օր ժամանակի ընթացքում տեսնե ահա որ վիճակի մեջ է մատնվել եւ այլևս չի կարող ինքը նորից հավատալ, չի կարող ապաշխարել։ Այո, սիրելի կալվինիստյան վարդապետության հետևորդներ, թեև այս բացատրությունը ձեր մտքերը չի փոխելու, ոչինչ։ Դե հազարավոր տարիներու ընթացքում այս նյութերը վիճապանվել են դարբեր վարդապետությունները եւ մարդը համառորեն մնում է իր ուզածին վրա, որտեղ դա ինքը լավ է զգում դենց։ Բայց սա ես բացատրում եմ, որբեսի նորահավատները, հավատքի մեջ ապրողները, որ խորը խոսքի հասկացողություն չունենան, իրենց մտքերը բացվի, որբեսի իրենց չդարուբերեն դարբեր վարդապետություններ, մեկը այսպես ասելով իրենց համոզելով համարներ ցույց տալով երկու համար, մեկը այս համարը ցույց տա, մեկը մյուս համարը ցույց տա, կարծես թե այդ համարները իրար հագասում են, ընդհանրապես իրար չեն հագասում, պարզապես Սուրբ Հոգին պիտի բացի ճշմարտությունը, սիրելիներ։ Ես կարծում եմ մանրամասն խոսեցի, Աստված ցեզի շատ օրհն է, ընդունողին շատ բարի, մենք ընդունել ենք, ես իմ քույրերս եղբայրներս ընդունել ենք, սիրելիներ, պարզապես որ անոնք որ ընդունել են չշփոթեն կալվինիզմյան վարդապետություններով իրենց շփոթոցնողներից, սիրելիներ, որտեղ այդ համարները, որ իրենք կբերեն, համոզիչ են, բայց ընդհանուր աստվածաշնչյան համատեքստից դուրս չենք կարող անել, սա է ամբողջ գաղտնիքը, Աստված ձեզի շատ օրհն է, մինչև նոր հանդիպում։